Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆոյի եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Միացյալ Նահանգներում ավարտվեցին Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը, բայց որը ցավոք սրտի արդյունք չտվեց։ Արդեն լրատվամիջոցները հայտնում են, որ առնվազն 2 կետի հետ կապված Ուկրաինան հրաժարվել է ընդունել դրանք։ Առաջինը, որ ՆԱՏՕ չպետք է մտնի Ուկրաինան, եւ երկրորդը զորքերի դուրսբերում Դոնբասից։ Առաջին կետի հետ կապված ուկրաինական կողմը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը արդեն ամրագրված է սահմանադրության մեջ եւ նրանք չեն պատրաստվում փոխել սահմանադրությունը, քանի որ ինչպես իրենք են ասում, դա շատ վատ նախադեպ կարող է լինել։ Եվ երկրորդը զորքերի դուրսբերումը, իրենք զորքերը չեն հանում իրենց տարածքից, հետեւաբար հրաժարվում են նաեւ այդ կետը կատարելուց։ Ըստ էության Ուկրաինան ընտրեց պատերազմի ճանապարհը։ Հերթական անգամ տրվելով Եվրոպական միության խոստումներին ուկրաինական կողմը մերժեց Միացյալ Նահանգներին եւ ընտրեց պատերազմը։ Ակնհայտ է, որ սա գին ունի եւ այդ գինը Զելենսկին պատրաստ է վճարել իր իշխանության ղեկին մնալու համար, քանզի շատ լավ հասկանում է, որ Անդրեյ Երմակի ձերբակալությունից, հնարավոր ձերբակալությունից հետո հաջորդն ինքն է լինելու, քանզի այն կոռուպցիոն սկանդալը, որ կա Ուկրաինայում, դա արդեն հասել է Սպիտակ տուն։ Եվ Տրամպ անձամբ է ասում, որ Ուկրաինան լրջագույն խնդիրներ ունի կոռուպցիայի հետ կապված։ Բացի այդ, Տրամպի մոտ կանգնած լրագրողները արդեն հայտարարություններ են անում եւ ռեպորտաժներ են պատրաստում այն մասին, որ ամերիկացի հարկատուների հաշվին հատկացված գումարները 100 միլիոնավոր դոլարներ ուղղակի գրպանվել են ուկրաինական իշխանությունների կողմից եւ որպեսզի այդ ամենը չափածուցվի եւ այդ ամենը հրապարակ չանվի, Զելենսկին պատրաստ է շարունակել պատերազմը։ Բացի այդ, նա դրանով մեծ օգուտ է եւ մեծ լավություն է անում նաեւ Եվրոպական միության ղեկավարությանը, քանզի ձմռան այս օրերին նրա հրաժարականը կարող էր նաեւ հանգեցնել սոցիալական լուրջ խնդիրների հենց Եվրոպական միության ներսում եւ արդեն Եվրոպական միության քաղաքացիները իրենց ղեկավարներից պահանջելու էին կտրուկ քայլեր ձեռնարկել իրենց սոցիալական բարեկեցությունը ապահովելու համար, քանզի այլևս պետք չէ Ուկրաինային օգնել եւ միջոցներ ուղարկել։ Իսկ այս պարագայում Եվրոպական միության ղեկավար կազմը շարունակելու է կերակրել հասարակ քաղաքացիներին Ուկրաինային օգնելու անհրաժեշտությամբ եւ այդ ամենով հանդերձ ռուսական վտանգից պաշտպանվելու համար գումարների տրամադրման անհրաժեշտությամբ։ Իսկ հիմա, երբ պատերազմը շարունակվում է, այս պահին դեռևս դման անհրաժեշտություն կարծես թե չկա։ Ինչևէ, 2022 թվականի մարտից սկսած Զելենսկին հերթական անգամ նույն սխալն է թույլ տալիս, տրվելով Եվրոպական միության ղեկավարների խոստումներին, որ նրանք ամեն ինչով օգնելու են, որպեսզի Զելենսկին հաղթի։ Բայց մի բան ակնհայտ է եւ դա նշում են նաեւ ուկրաինացի տեսաբանները, որ պատերազմի դաշտում խոսել հաղթանակի մասին այլևս ռեալ չէ։ Ուկրաինային ոչինչ չի մնում կան գոնե փորձել պաշտպանել այն, ինչ այս պահին ունի, իսկ ռազմական գործողությունների 1 օր ավել տևելը նշանակում է նոր տարածքների կորուստ եւ նոր հնարավորությունների նվազեցում։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այստեղ ինչպես են զարգանալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապված է Ուկրաինա-Ղազախստան հարաբերությունների հետ։ Նախորդին ուկրաինական անօդաչու կատերները հարվածներ են հասցրել Նովորոսիսկին, որտեղով անցնում է նաև Կասպյան նավթամուղի կոնսերցիումին պատկանող տերմինալը։ Հետևաբար նաև տերմինալը բավականին լուրջ վնասներ է կրել եւ ինչպես փորձագետներ են ասում, դեռ տևական ժամանակ չի կարողանալու կատարել իր գործառույթները։ Իսկ այդ տերմինալով էր Ղազախստանը նավթ վաճառում արտաքին աշխարհին եւ այդ տերմինալով էր ղազախական նավթը դուրս գալիս միջազգային շուկա։ Մեր հաղորդումներից մեկի ժամանակ մենք խոսել էինք ղազախական նավթի մասին, նշել էինք, որ ռուսական Լուկոյլը ցանկանում է վաճառել իր բոլոր ակտիվները Ղազախստանում եւ արդեն կան բրիտանացի եւ ամերիկացի գնորդներ, ովքեր պատրաստ են գնել այդ մասնաբաժինը, բայց սա արդեն նշել էինք այդ մասին, որ Ղազախստանի համար լրջագույն խնդիրներ է ստեղծելու, քանզի եթե Լուկոյլի 50% մասնաբաժնի արկայության պարագայում Ռուսաստանը պարտավորվածություն ուներ Նովորոսիսկի Կասպյան նավթամուղային կոնսորցիումի նաև ափամերձ պաշտպանություն իրականացնելու համար եւ այդ կոնսորցիումի նավթամուղերը պաշտպանելու համար, ապա եթե ինքը վաճառում է իր բոլոր մասնաբաժինները Ղազախստանում, նման պայմանավորվածություն եւ նման պարտավորություն կարող է նաև չստանձնել։ Եվ սա Տոկաևի համար կարող է լրջագույն ծուղակ լինել։ Եվ պարզվեց, որ ըստ էության այդպես էլ կա։
կոնսորցիումի հարվածները զրկում է Ղազախստանին արտաքին աշխարհ նավթ վաճառելու հնարավորությունից։ Արդեն ղազախական մեդիա դաշտում մեղադրում են ուկրաինացիներին եւ նշում, որ այն օգնությունը հումանիտար օգնության մասին է խոսքը, որ անընդհատ մատակարարվում էր Ղազախստանից Ուկրաինային, դրա դիմաց ուկրաինացիները, ինչպես ղազախներն են նշում, պատասխանեցին սև երախտամորությամբ։ Բացի այդ, չմոռանանք եւս մեկ միջադեպի մասին, որ եղավ շուրջ 1 ամիս առաջ։ Մենք նշել ենք, որ ղազախական տարածքից անօթաչուներով հարվածների էր ենթարկվել Օրենբուրգի գազաարտադրության մեծ գործարանը, որը ամենամեծն է Ռուսաստանում, եւ ռուսական կողմը մեղադրում էր ղազախական իշխանություններին, որ նրանց թողտվությամբ հնարավոր եղավ Օրենբուրգի հատվածում իրականացնել Սարդոստան օպերացիայի հերթական արարը։ Եվ այս ամենից հետո ուկրաինական կողմը Ղազախստանին, ինչպես ասում են, պատասխանում է ծև երախտամորությամբ։ Ինչևէ, Ղազախստանում նույնպես իրավիճակը ցանկացած պահի կարող է սրվել եւ նաեւ ներքին իրավիճակը կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Արդեն ղազախական իշխանությունները պահանջում են Ուկրաինայից հետաքննություն սկսել եւ պարզել մեղավորներին, ինչը բնականաբար եւ վստահ ենք, որ տեղի չի ունենալու։ Քանզի ուկրաինական կողմը ապացուցել է, որ ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում նրա շուրջ, ուկրաինացիները պատասխանում են այնպես, ինչպես իրենց է հարմար։ Դա եղավ եւ Ղազախստանի հետ կապված, դա եղավ եւ նախորդին թուրքական նավթ տեղափոխող տանկերների վրա հարձակումներ իրականացնելու հետ կապված, չնայած թուրքական կողմի բավականին ջերմ վերաբերմունք Ուկրաինայի նկատմամբ եւ այն օգնությունը, որ անընդհատ գալիս է Թուրքիայից դեպի Ուկրաինա։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե Ղազախստանում իրավիճակն ինչպես է զարգանալու եւ ինչ ազդեցություն է ունենալու այս ամենը նաեւ ղազախական տնտեսության վրա, քանի որ գաղտնիք չէ, որ նավթի արդյունահանումը եւ վաճառքը կազմում է ղազախական բյուջեի առյուծի բաժինը։ Սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանալու։ Եվ երրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, արդեն Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ամերիկյան դեսանտայինները մտել են Էրբիլ։ Բացի այդ, իսրայելական Մոսադը ուժեր է տեղակայել նաև շրջանի հյուսիսային եւ հարավային հատվածներում։ Դրանի պատասխան իրանական ռազմաօդային ուժերը կետային հարվածներ են հասցրել Իրано-իրաքյան սահմանին տեղակայված իրենց բնորոշմամբ ահաբեկիչների ռազմակայաներին, որի արդյունքում նրանք լրջագույն կորուստներ են կրել։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Իսրայելը անում է այն, ինչ ժամանակին արել է Իրանը։ Երբ Իրանը ստեղծում էր դիմադրության առանցք Իսրայելի շուրջ, հիմա էլ Իսրայելն է ցանկանում ստեղծել ռազմական առանցք արդեն Իրանի շուրջ եւ անպայման այս հատվածում օգտագործելու են քրդական ջոկատները եւ քրդերը։ Բնականաբար այս ամենը ներկայացվելու է իբրև քուրդ ժողովրդի ազատագրության համար պայքար, բայց մի բան ակնհայտ է, տարածաշրջանային ոչ մի պետություն բնավ շահագրգռված չէ քրդական պետության ստեղծման, բայց այդ քրդերը գործիք են այսօր դառնում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Իսկ Էրբիլում իրավիճակի սրումը սպառնում է ուղիղ ռազմական գործողություններ Իրանի կողմից, որին կարող են նաև Իրաքի հատվածից մասնակցել շիա աշխարհազորայինները, որի արձակման հետ կապված չնայած Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից գործադրվող հսկայական ջանքերին, Այաթոլլա Սիստանին, նրանց հոգևոր ղեկավարը, այդպես էլ չհամարձակվեց եւ չհամաձայնեց ցրել շիա աշխարհազորայիններին, որոնք բավականին լուրջ ուժ են այսօր կազմում եւ Իրաքի բանակի շարքերում եւ որպես առանձին միավոր։ Իսկ դրանք անվերապահորեն իհարկե ենթարկվում են Իրանին եւ նրա հոգևոր առաջնորդին։ Այնպես որ իրավիճակը տարածաշրջանում լարման միտում ունի, իսկ սա ուղիղ մեր սահմանների մոտ է։ Էրբիլից մինչև Հայաստանի օդային տարածք մի քանի 100 կիլոմետր է, իսկ դա բնականաբար նաև մեծ վտանգ կարող է ներկայացնել հենց մեզ համար։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր Իրաքի Քուրդիստանով են նաև Հայաստանի միջազգային առևտրի մի մասն իրականացվում եւ մենք բավականին սերտ կապեր ունենք այդ հատվածի ղեկավարության հետ, նրանց միջոցով դուրս են գալիս նաև Պարսից ծոցի շուկաներ։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակը այստեղ ինչպես է զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։